Մենք այս պայն գտնվում ենք Երևան պարկում եւ պատրաստում ենք նկարանել ձեր համար հետաքրքիր ինֆորմացիոն մի հատ ընտիր վլոգ Երևան պարկից եւ ցույց ենք տալու ամբողջ պարկը եւ մեր ժամանցային օրը։ Այնպես որ մնացեք մեր հետ, որ ոչ մի հետաքրքիր կոնտենտ, շատ լավ, գնաց։ Էլի հետևորդներ մենք ներսում ենք, ձեզ մի քանի կադրով ցույց տվեցի ինչքան շատ ատրակցիոններ այստեղ կան, բարև ձեզ։ Ու այստեղ պատրաստում ենք հետաքրքիր հիշարժան օր անցկացնել, խնդրեմ նայեք, այս է ինձ ամբողջ, բարև ձեզ։ Լոգ ենք նկարում, եկել ենք բացահայտենք Երևան պարկը։ Այո։ Շատ լավ է։ Այո, զորի օգնությամբ, Շատ լավ։ Առաջինը նստում ենք այսա, նստում ենք այս, չգիտեմ, հելնողի շնողը, ու ուզում եմ երկու բառ փոխանցեմ Մարիամի տենամ, ինչ կարծիք ունի, ինչ կամաց էլի։ Ուրեմն, ես շատ ոգևորված ու ուրախ եմ, որտեղ ես միշտ կյանքում ես ինչքան եկել եմ Երևան պարկ, միշտ զվարթ, ուրախ եւ Սիրելի հետևորդներ, արդեն վերցրել ենք միկրոֆոն, որ ընթացքում մեր ձայնը ձեզ լավ լսվի։ Մամ ջան։ Ուրեմն հեսա նստենք ու նկարենք էմոցիաները։ Մենք պատրաստ ենք, նստել ենք, մամ։ Բանն ես ասելու։ դեռևս չէ իջնելուց հետո կասեմ։ Всё։ Վստահ եմ այդքան վախենալի, ամեն դեպքում հուսով եմ հեռախոսս չեմ կորցնի։ Վախենալու չի ճիշտ ասած։ Ահա, ձեր հետ խոսամ։ Միկրոֆոնս ընկնում է։ Հուսով եմ, Շաուր ջան, մամ։ Հելան դեպներս։ Մամ, ձևի համար նետ հորա։ Նայի մամ, կամ բան չի։ Կամ վախենալու չի։ Ու ապնե առանց խոսքի։ Բոսքի։ Գնանք արդեն յուսի։ Սիրելի հետևորդներ, նստել ենք մար։ Ուրեմն նստել ենք այս ավտոբուսը։ Հիմա տեսնենք այս ավտոբուսը ինչ մակարդակի է։ Սա սկսում է ու մենք էլ ենք սկսում գորել, չէ լապետը կիմանում ես իրականում այդքան վախենալու չի։ Ստոբրում է, ես սենց ռեսկի, եսի չէ այդքան վախենալու չի, բայց ոնց որ, ման, հա, չէ, մապ, որը մա, լավ, հիմա ամենահարմար պայն ես ցանկանում եմ ձեզ ասել, բաժանորդագրվեք իմ ալիքին, այո, ինչ, Ես մնացինք վրեն, հա, ոնց հա, լավ, իշնում ենք վսե։ Վաու, ինչ լավն է։ Դոր ջան, Մարիամ ուզում է, որ սա նստենք, բայց շատ նիսան լավ կատակը մի կողմ, իրականում սա մի փոքր չեմ ուզում, էլի նստեմ։ Հատ եմ ուզում այս կարուսելը նստեմ, բայց ինքը չի թողել։ Էլի հետևորդներ ջան, մենք գնում ենք Յանիկ հոսթեր, մար։ Որպես հաղթին անվանումով տաքսի։ Այո, հիմա բարձանում ենք Յանիկ հոսթեր, իրականում պետք ասեմ նկարահանել չի կարելի, շատ եմ ցավում, որ չեմ կարա կիսվեմ ձեր հետ այդ էմոցիաներով, հեսա ես նստեմ, կգամ կպատմեմ ինչ ձևի էր ու արդեն կնստենք ուրիշ դրսի, ներսի գնացինք Յանի քոստեր։ Ջանի քոստերի կողքին ինչ-որ սենց պարկելու հանգստանալու տեղ կա։ Ստացում եմ երևի մարդիկ ես ադրենալինի լիցքից հետո գնում են, պարկում են ու մի հատ վերակենդանանում են։ Խնդրեմ, սենց պարկում են, հանգստանում են էլի երևի։ Ջան մտնում ենք, մամ։ Մտնում ենք Յանի քոստեր, տենանք ինչա, խնդրեմ։
Գնաց նստում ենք։ A few moments later. Սիրելի հետևորդներ, նստեցի։ Ասեմ, որ բաբշե չեմ գոռացել, ոչ թե չեմ վախեցել եմ, պրոստը բան չեմ զգացել, ոնց որ սենց ես ինչի մեջ լինեի, ընդհանրապես չեմ գոռացել, իրականում մի հատ էլ կնստեմ, եւս մեկ անգամ, շատ լավն էր, դուրս շատ եկավ։ Հատենց երևի ամենասիրածներ եւս մեկ անգամ պատրաստ եմ նստելու, իսկ հիմա գնանք տենանք ուրիշ ինչ կարող ենք նստել։ Սիրելի հետևորդներ, իսկ հիմա գնում ենք դուրս, որպեսզի ասեցին ինչ-որ ջրային շոու կա, գնանք տեսնենք այդ ջրային շոու է, ես էլ գեղեցիկ, ոնց որ Disneyland-ը լինի։ Խնդրեմ, սա էլ Էմորիա թագավորության կերները, ինձ ամենաշատը գիտեք ով ա դուր գալիս, հեսա ես մեր նունջը, Մարիամ, նայ, բոլոր կերպարները։ Իր անունը մոռացել եմ, բայց Աննա է, հա չէ, էնի, Լուիս։ Նայ, ես քեզ թվարկեմ, Լուիս, Աննա, էնի Պինչույա, Պինչուն, Զոր, դա իդեպ հունական դիցաբանության աստվածներից է։ Սա անունը ճիշտն ասած չեմ հիշում այս կերպարի եւ իհարկե իմ սիրելի նունջը։ մի հատ բան ես ասում, էլի ես կարամ գլուխ կովամ, որ բան Լուիսի մեկի կանաչի հետ կանաչյանը չեմ հիշում։ Պինչու։ Լուիսի ու Պինչուի հետ նստել եմ դրսի լավը։ Շատ լավ։ Իսկ հիմա եկեք տեսնենք ինչ ջրային շոու։ Այս գեղն է Երևան պարկի ինչպես նշեցի։ Սա էլ կերպարները։ Տեսնենք ինչ ենք նստելու Բաքում։ Սիրելի հետևորդներ, մենք նստեցինք այս ատրակցիոնը, մահար։ Ես вообще վախենալու, հա։ Նա ինչ է լինելու։ Դե հիմա տեսնենք ինչ է լինելու այստեղ։ Այստեղ կառավար ենք մենք։ Արա, հա, բայ։ Լավ, մար, մի արա։ Պետք մենք որ Մարիամը վախ։ Մի արա։ Դելի հետևորդներ, ճիշտ ասած Մարիամին ուղեք։ Ինքը չէր ուզում որ էս պտտենք, որ մի քիչ գոնե ադրենալին լիներ։ Դա իր համար նստելա որ բան։ Իսկ ես կանչեցի այստեղ մայրիկին ու մայրիկի հետ մի հատ լավ պտտվենք, հա, կարելի ասել ադրենալին ստանանք։ Այնտեղ տարեդարձ են նշում։ Մամ, բարևի։ Ուրեմն հեսա հելնենք ու վայելենք։ Գնացինք։ Այնտեղ մար բարևի։ Ծանոթներ չեմ, հələ մի արա, մամ։ When the bass drops, I can feel. When the bass drops, I can feel the energy take a hold. I can feel the rush. Շտում ենք գնանք տեսնենք ինչ ենք նստում։ Ջանսել ենք այստեղի ամենաէքստրեմալ ատրակցիոնը, ուղղակի շոկի մեջ կլինեք, որ տեսնեք ես ռիսկ եմ արել սա նստեմ եւ դա Դուք ճիշտ հասկացաք, նստելը մեն բան է։ Պտտվող բան է։ Դա բալը տենանք ես ինչ էքստրիմալ է, էլի։ Լենք ես ձյուկը գնում ենք առաջ։ Այսենք գնում ենք առաջ։ Տնենք գնանք մի քիչ էքստրիմ, էլի։ Դու զգացիր այստեղի ամենաէքստրիմալ պահերը, չէ։ Բաննա, Աննան մեկ էլ ես տղանունը էլի չեմ հիշում։ Շիշս կորցրել եմ ժողովուրդ։ Շիշս իմ մոտ է։ Նստենք նորից ու նորից են մեր սիրելիներից լավն է շատ, գնացինք։ Ցինք ես անգամ Մարիամի հետ եմ նստել։ Ռանք փորո։ Հենց մեր գլխի վրով ստեղով գնաց են։ Ամենաշատ ինչն է դու տալի ես տեսարանը։ Հեռախոսս պահեցի, երթվում եմ, հեռախոսս դռնում էր խայտարակ է ելում, ազիվ պայցի, հենց որ ռուսկի եմ դիում ձեր համար ու էլի ամենահարմար պահը, որ ձեզ ասեմ, բաժանորդագրվեք, դրեք լայք, ուղղակեք ձեր ընկերներին և ձեզ ամենալավ բաներն եմ ցանկանում, խնդրեմ։ Ես էլ էնի Յանիկ հոստերն է, ես նստում ենք սա, այս ատրակցիոնի անունը ոնց հա? World Trip, հա, աշխարհով մեկ ճանապարհորդ։ Նար, մամ։ Ես ուզում եմ
Եկամ նստեմ տաքսի, բայց դե հետ։ Տաքսի չէ, վայ։ Բայց ես իրան տաքսի։ Յան Քոստեր։ Յան Քոստեր լինի։ Հա, հիշեցի եմ տղու այդ տղա պերսոնաժի անունը Յանը։ Որ հիշեցի։ Գնացինք։ Պետքա վախենալ չի։ Նստում ենք էլի Յանի Քոստեր։ Մար, ես քո ամենասիրածն է, Մար։ Ամենասիրածն է։ Չէ, ամենասիրածս այն գլխորձին է, բայց ոչ մեկ ինչ չլով ես նստում։ Կարը վերցրեցինք, այդ վարկյանական նկար որ արել էին։ Հիմա տեսնենք ես ինչա ինձ համոզ, ես չեմ ուզում, էլի տեսնենք, Մար ուզում ես ես նստեմ։ Լավ, տենենք ես ինչ։ Նստում եմ, տենք ինչա։ Ես ձեզ ասում եմ, իմ ամենասիրած կերպարն է, նունջը։ Ամենաշատը իրար ենք նման։ Տաքշքիր սպորտային շոու արեցին, այսինքն ստացվում է այնպես Երևան պարում, բացի այս ձևի ատրակցիոններից նաև լինում են ինտերակտիվ շոուներ, որը էլի շատ լավն է։ Նստեցինք նավակը, տեսնենք ինչա լինում։ Գնաց։ Շատ լավն է։ Մենք կանգնել ենք, ասենք միջև, պտտվեց, գնանք, ելնենք արդեն դրսինները երևի։ Չնայած երրորդ Յան Քոստերն է նստենք, նոր դրսինները։ Ես էլ նստեցին, գնանք մի հատ է Յան Քոստեր նստենք, ամերիկյան, որ վերևից թռնում է։ Ու երևի ելնենք դուրս։ Summertime sadness. I just wanted you to know that baby you're the best. I got that summertime sadness. Այ, ասել բատուկն է, Մար, դեռ ոչ գրվռում ես, դրանք ինչ է տաքշքիր բան կա։ Դել բասկետբոլ է, գնաց։ Մամը եկավ հաց ուտելու, իհարկե ծնողները քույրիկ ուտում են պիցցա և ֆաստ ֆուդ, իսկ ես իհարկե ուտում եմ աղցան, քանի որ առողջ ապրելակերպ եմ պահում։ Այեք ինչ գեղեցիկ տեսարն է բաց։ Ջան, տենում եք հետևս Երևանի այդ անիվն է, տենց ատրակցիոնի անունը։ Անձրև, դուրսը քամի, լավ ժամանակ չի նստելու համար դրսի ատրակցիոններ։ Տեսա որ պրծնի կգան կնստենք։ Բան տեսարան է։ Գանք նստենք, իսկ հիմա սկսում ար շքել, որը պետքա լինի հատվածում, տարան ներս, անձրևի պաճառով։ Բա, լավ գնանք տնանք ետ իջի։ Ուզում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ, ես երգեր դնողին, չեք պատկերացնում ինչքան համապատասխան լավ երգեր է դնում։ Սրա մասին չէր իհարկե խոսքը, բայց շատ հավես երգեր են մեկ-մեկ դնում, որը ասենց ադրենալինի տակ ավելի բան է, սեր քեզ։ Սա էլ սումա համապատասխանում է ես եղանակին ու տրամադրությանը։ Մար, հեսա ելնում ենք դուրս, էլի չի կարելի, հետո դուրս գամ, կասեմ ռեակցիաս։ Որ նստեցի նավակը 2 անգամ, դիտում, ես լսել էի, որ ես բանի
այս ամբողջ պարկի ամենավախենալու ատրակցիոնն է ու ճիշտն ասած հա ինքը վախենալու էր շատ դուրս եկավ կլորը Սով եմ հեռախոս թույլ են տալի ու ամբողջը կնկարեմ ձեզ համար Ուրեմն մենք նստեցինք այս Երևանի անիվը, հենց ոնց որ ատրակցիոնի անունը այդպես է, ու հենց հիմա հերնում ենք պտույտի, խնդրեմ։ Այո, իմ հայրիկիս հետ։ Եվ իմ հայրիկը, բարևի։ Ես եւ իմ հայրիկն ենք նստում։ Պտտվում ենք հանգիստ, ինքը իմ համար այդքան էլ վախենալու չի։ Շատ սիրուն տեսարան ունի։ Իմ քույրիկը ասում ենք որ վերջ անգամ է յանը նստենք ու մեր գնանք ստեղծալ ասենք ֆուդկորտով մար Բայց նայեք ինչքան շատ ժողովուրդ է դա քիչ է փակվելու վրա է բայց այսքան շատ ժողովուրդ է սամատանք Սիրելի հետևորդներ, ուրեմն ստեղ կա մի հատ շատ հետաքրքիր ակցիա, որը կազմակերպվում է Երևան պարկը։ Եթե մի հատ երկար բառ կա, եթե այդ բառը դու ասում ես, ստանում ես 20% զեղչ այս նկարների մեջ։ Հիմա տենամ, ասեմ ու ստանամ։ Մի հատ է կարդամ։ Հատակա մի րոպե։ Այս մի հնարավորություն է, լավ։ Կարամ դանդաղ ասեմ մի քիչ։ Մի հատ եմ հատակա պատաճեղքային, հատակապատաճեղքային, տափակապայտ։ Ասեցի։ Որ ջան ուրեմն այս խանութով հետ են գնում։ Խանութ հա, ինչ ասես կա։ Հետաքրքիր է, էլի շատ։ Կարելի է մեր գալ հատուկ հետ։ Իսկ հիմա դուրս գանք, օր ամփոփեմ ու շատ հետաքրքիր անցավ, շատ։ Սիրելի հետևորդներ, մենք դուրս եկանք Երևան պարկից ու երկու բառով կարող եմ նկարագրել անմոռանալի վլոգ ստացվեց, քանի որ շատ հրաշալի էր, ինչպես իմ սիրելի բառն է, էքստրեմալ պայմաններում շատ լավ անցավ, բոլորիդ խորհուրդ եմ, որ դուք էլ այցելեք և զբաղվեք այս հրաշք պարկը։ Ես եմ կարծիքը էլի ասեմ, ուրեմն շատ լավ հապչա։ Ես ձեզ խորհուրդ ուրը առավոտվա 12-ից մինչև 10:30 դուք գաք Երևան պարկ։ Չես հոգնում ընդհանրապես, ես հիմա կարամ գամ ստեղ առավոտի 6-ը մինչև 9։ Սենց ասեմ, տարին գոնե 2-3 անգամ արժի գալ, ես էլի էի եղել ու զգում եմ, որ տարիքը լճողություն լավ մնացեք, դուք Մեհերոն YouTube-յան ալիքում եք, դրեք զանգակի կոճակը, բաժանորդագրվեք և սպասեք նոր վիդեոների, մեկից լավ ու հետաքրքիր։ Իդեպ ես որոշել եմ, որ իմ YouTube-յան ալիքում պարտավոր եմ էքստրեմալ վիդեոներ հրապարակել, կապ չունի ցանկացած պարկա եւ գոնե ինչ որ չափի, եթե դուք տեսնեմ ակտիվություն կա, խոստանում եմ, որ ամեն շաբաթ մի երկար տեսանյութ մի քանի 4 կհրապարակեմ, որպեսզի դուք տեսնեք եւ վայելեք։ Այնպես որ բաժանորդագրվեք, լավ մնացեք, ձեր հետ է Մեհերոնը։ Լավ մնացեք։